Արցախ հավաքական վերադարձի թեման երկրորդ անգամ միավորել է Արցախի նախկին արտգործնախարարներին։ Օրակարգային 5 հարց կար, կարևոր ուղերձը մեկն էր։ Մինչև տարեվերջ արտգործնախարարների մակարդակով մշակել 2026 թվականի անելիքների հստակ ծրագիրը։ Աբրահամ Գասպարյանի խոսքով Արցախ հավաքական վերադարձի հարցով աշխատանք տանող բոլոր կառույցների հետ պետք է գործակցել։ Իմ առաջարկն է, որ այսօրվա քննարկումը իսկապես լինի արդյունավետ այդ առումով եւ հստակ մենք նախանշենք ուղղություններ, ձեզ լսենք, բացենք շատ փակագծեր, եթե հնարավոր է, որ բացի ավանդական աշխատանքի խողովակներից Սփյուռքն, Սփյուռքի մեր կազմակերպություններն են, մեր ընկերներն են, ինչը կարելի է, որ քնած բջիջները կարելի է ակտիվացնել։ Արցախ հավաքական վերադարձն ապահովելու համար Արցախի դիվանագետները հնարավոր են համարում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունները։ Կարեն Միրզոյանի խոսքով արցախյան կողմը դեռևս 90-ականներից սկսած միշտ կողմ է եղել բանակցություններին։ Արցախյան կողմը երբեք Բաքվի շփումներ չի խուսափել։ Հիմնարարցի ծագման առաջին իսկ օրվանից Արցախյան կողմը հակառակը նախաձեռնել է մի քանի անգամ փորձել է ուղղակի շփումների միջոցով եթե ոչ լուծում գտնել հիմնահարցին, այլ թեկուզ ինչ-որ ուղենիշեր ձևավորել։ Այդ բանակցությունները իրատեսական կլինեն, եթե Արցախի հանրապետության սուբյեկտայնությունը պահպանվի, նշում է Վահրամ Բալայանը։ Այդ հավաքական վերադարձը կարելի է իրողություն դարձնել, եթե իսկապես քննարկումներ լինի Արցախի հանրապետության ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունների եւ Ադրբեջանի իշխանությունների միջև։ Իսկ ինչ հարթակներում պետք է քննարկվի Արցախ հավաքական վերադարձը։ Կարելի է հիմնվել օրինակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վրա։ Աշոտ Ղուլյանը կարծում է, այդ փաստաթուղթը գործառնություն գրեթե չունի, բացառությամբ 9-րդ կետի, որը հօգուտ Ադրբեջանի է։ Այդ փաստաթուղթը հիմք չի հանդիսանում անգամ գերիների վերադարձն ապահովելու համար։ Եկեք ելնենք այն իրողությունից, որ այդ փաստաթուղթը ի սկզբանե հակասական, իհարկե նաև տրամադրություններ են մեզ հաղորդել, որովհետև մի կողմից կարծես թե 2020 թվականի պատերազմը ավարտելու իրավական կամ քաղաքական որոշում եղել, բայց մյուս կողմից այն շատ բացական հետևանքներ է ունեցել նաև մեր հետագա կենսագործունեության, Արցախում խաղաղապահ գործունեությունը Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացնելու եւ ընդհանրապես Արցախի հանրապետության գործունեության համար։ Հետևաբար պետք է կենտրոնանալ Արցախյան հարցը կարգավորող միջազգային միակ կառույցի ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու վրա։ Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունը մի քանի անգամ խոսել է այն լուծարելու մասին։ Ի դեպ, Մինսկի խմբի լուծարման առաջին անդրադարձել է Բաքուն, հետո Մոսկվան։ Ղուլյանը կարծում է, պետք է փոքր քայլերով հարթակն ակտիվացնել ու օրակարգային հարցերի մեջ ներառել Արցախ հավաքական վերադարձը։ Միանշանակ որևէ տրամաբանություն չկա Մինսկի խմբի լուծարման այդ օդում կախված այդ գաղափարի մեջ եւ դրա միակ շահառուն Ադրբեջանն է, որովհետեւ Ադրբեջանը ամեն ինչով փորձում է ցույց տալ, որ Արցախի թեման փակված է, ինքը լուծել է, ուժի միջոցով է լուծել։ Genesis Armenia-ի հարկի տակ Արցախի դիվանագիտական շրջանակի երկրորդ հանդիպումն էր։ Արմեն Սարգսյանի խոսքով նրանց ունեցած փորձն ու պոտենցիալը կարևոր է վերադարձի ռազմավարության մշակման համար։ Ուրեմն Genesis Armenia-ի ծրագիրը մոտ 80% պատրաստ է, որ փորձում ենք նաև քննարկենք, առաջարկենք, փոփոխենք, հետո աշխատանքի բաժանում անենք, սկսենք աշխատանքը, մենք գրուպ աշխատում ենք կառույցների հետ եւ հավաքական վերադարձի սկսած, գույքագործումի սկսած, մենք 4-5 ուղղությամբ աշխատում ենք։ Ճիշտ ասած, առաջին հանդիպումը դեռ շատ գոհ էր, նույնիսկ հատուկ են դեպքայնում, որ պատկերացումից ավելի է եղել։ Հավաքական տունդարձի շուրջ քննարկումները շարունակվելու են, ընդգրկելով նաև երիտասարդներին, հասկանալու ինչպես են պատկերացնում իրենց սերնդի վերադարձը, ինչ ռիսկեր ու հնարավորություններ են տեսնում։